Աղաջատոմսը որտեղից եք սովորել, Նարինե ջան, ով ա ձեզ սովորացրել, լավ էսպես ասեմ։ Հայրիկս Հին բաղաջատոմս է այսինքն։ Ինչ ճիշտ համադրություն է, չէ, լոբին ու խմելին ու սունելին իրար հետ։ վայ մամա ջան։ Հա, ճիշտ ասում։ Ինչ փափուկ է։ Կոտայքի մարտի մեր հաջորդ ներկայացուցիչը Նարինեն է։ Ողջույն Նարինե ջան։ Ողջույն Քրիստինա ջան։ Այսօր ինչ ենք պատրաստելու։ Ավելուկով տապակը։ Շատ եմ սիրում ավելուկ, շատերը ասում են, որ չեն սիրում, բայց ես Շատ համավարի փորձեք։ Այստեղ ուզում եմ հրավիրել մեր Աստղիկին, շատ յուրահատուկ վլոգ է վարում։ Ունի շատ էսթետիկ էջ, խորհուրդ եմ տալիս բոլորին անպայման հետևել Աստղիկին։ Դրա համար մեր ժյուրիների հատուկ ցանկում է Աստղիկը եւ այսօր ձեզ կօգնի հարցեր կտամ մի խոսքով դες չխանգարեմ։ Ապրեք Քրիստինա ջան։ Նարինեին տատիկ չեմ ուզում ասել, Նարինեն ավելի շուտ տատիկի հարսի դերում այսօր կհանդիսանա։ Կամ աղջիկա, հա։ Ես ձեզ կարամ ինչ-որ բանով օգնեմ։ Չէ, ես կանեմ։ Արեք ինձ գործի դնեք։ Ես շատ լավ հարս եմ, կարամ ես էլ աշխատեմ։ Գործի եթե կարող ես կողմից օգնի։ Սոխը կտրտենք։ Հա, ես շատ եմ սիրում մեծ դոնակներով աշխատում։ Դե պատմեք Նարինե ջան, ինչով եք զբաղվում։ Ես բիզնեսով եմ զբաղվում, լավաշ ենք արտադրում։ Լավաշ, հա մենք այսօր փորձել ենք փաստորեն ձեր լավաշը։ Ամեն ինչ մենք պատրաստում ենք։ Հացի հետ կապված, կաթար, հաց, ամեն ինչ։ Զբաղվում եմ փոքր բիզնեսով։ Հեշտ է։ Չէ, որ ասեմ հեշտ է, հեշտ չի։ Դժվարություններ կա։ Հիմա վերադառնանք կերակուրներին, օրինակ հիշում եք առաջի կերակուրը, որն է եղել, որ պատրաստել եք։ Ես հիշում եմ, մի հատ շատ ծիծաղելի բան պատմեմ, ես խոհանոցից շատ հեռու մարդ եմ եղել, ու մի օր մամաս ինձ ասեց, բրինձ պիտի պատրաստես, 3 մատ բրինձ լցրու, ես 3 մատը այսպես եմ չափել, ու սենց մեծ կաստրոլյայով բրինձը դրել եմ գազին, դրա համար այդ բրինձը անմոռանալի է դարձել ինձ համար, մինչև այսօր հիշում եմ։ Ես էլ եմ ամեն ինչը սկսել եմ ես ինձ համար ես եմ սարքել ու սովորել եմ։ Ինձանով ոչ թե սովորել։ Աղջիկներ ունեք։ Այո, նա աղջիկներ, չէ, աղջիկ չունեմ։ Սովորացրել եք ձեր աղջկան, այն ինչ որ դուք գիտեք։ Դե սովորացրել եմ, բայց ինքն էլ իր անով է սովորել։ Երիտասարդությունը ընդունում է ձեր առաջարկած մեթոդներով տելիքները պատրաստելու, թե իրանք ձևերով։ Չէ, հա, սովորում են անում։ Բացնում են։ Ամուսնացած ձեր աղջիկը։ Այո։ Զանգում է մամային, մամ, բայց ոնց պիտի սարքեմ։ Պայման, առանձրև չի։ Չի լինում, չէ՞, հա, ես էլ եմ մամային միշտ զանգում։ Մենք տղան հայկական ավանդական ուտելիքներ է, չէ՞։ Մամա, ես ոնց պատրաստ։ Ինչ է օրինակ սարքում։ Շատ սպասասիրում սարքում, տոլմա։ Տոլմա։ Տղաս ինքը իրանով սիրում է պատրաստում։ Ամուսնացած Ոչ, ամուսնացած չի։ նկատի ունեցեք, հեռախոսի համար կարող եք տրամադրել։ Նարինե ջան, իսկ ինչի որոշեցիք հենց ավելուկը պատրաստել։ Որովհետեւ տատիկների սիրած տապականներից մեկն է, աղցանը բանջարը։ Բանջար որպես։ Դուք սրան բանջար եք։ Դե ավելուկ։ Հա, բանջար եղինջիները։ Բանջար։ Դե ինքն է։ Ինքն է բանջար, հա։ Ես էլ եմ ավելուկը շատ ասում, մենակ տատիկներից։ Այստեղ ունենք արդեն շոքե խաշած ավելուկ։ Հիմա ինչ եք։ Թեման տատիկների է։ Հա։ Հիմա ինչ եք անում։ Հիմա պիտի սոխառած անենք, ասի։ Հետո Առատ սոխով սոխառած ենք անում ու ավելուկը ավելացնում ենք սոխին։ Սոխը երբ որ պատրաստել եմ, նոր ավելուկը ավելուկը դստում ենք, հետո գարնիզի բան։ Ու վերջ։
այս կլինի 15 րոպեում պատրաստող բաղադրատոմսերի ցան։ Նո առատ ձեթ ենք անում։ Ահա։ Ձեթը երևի ավելի ճիշտ է, չէ՞, այստեղ ոչ թե կարագ։ Չէ, կարագ պետք չի։ Որտեւ իրան սառնել են ուտում, երևի դրա համար չէ։ Ավելի կողաշի բաներ ասա։ Ահա։ Ձեթով։ Թորնիկների համար շատ եք պատրաստում։ Անպայման։ Թորնիկները սիրում են, չէ՞, տատիկի պատրաստածը։ Հիմա գնանք պատրաստելու։ Գնացի։ Հասիկ ջան, հիմա մենք պատրաստում ենք Գորիսի լոբիով աղցան։ Օ, Գորիսի լոբին լսել եմ, որ շատ համեղ է։ Ինքն իրենով էլ է համեղ։ Շատ համեղ է։ Ինչ է մտնելու մեր աղցանի մեջ։ Պրոստը սող Ահա։ եւ կանանչի համեմունքներ։ Թարմ սոխ։ Թարմ սող։ Հա, ես այսօր իմիջիայլոց կարդացի, որ թարմ սոխը շատ օգտակար է։ Հատկապես սոխը թարմ վիճակում շատ օգտակար է։ Քանի որ մեր ավելուկը շատ կարճ ժամանակում պատրաստվեց, ինչպես արդեն ասեցի, 15 րոպեում պատրաստող բաղադրատոմսերից էր, մենք որոշեցինք լոբի էլ պատրաստել։ Իսկ այս բաղադրատոմսը որտեղից եք սովորել, Նարինե ջան, ով է ձեզ սովորացրել, լավ այսպես ասեմ։ Հայրիկս Հին բաղադրատոմս է, այսինքն ավելի հաճելի է։ Ժամանակի փորձությունը անցածը բաղադրատոմսը։ Ես ձեզ կանաչի տամ։ հայից տվեք։ Իսկ ձեր ընտանիքի որ անդամն է ամենաշատը լոբին սիրում։ Ամուսինս արտահասը սիրում է։ Իսկ դուք օրինակ ուտեստ պատրաստելուց ձեր անձնական նախասիրություններով եք առաջնորդվում, թե նայում եք ընտանիքի անդամները ինչ են սիրում։ Շատ իմաստական նախասիրություն։ Շատ ճիշտ է։ Բայց իրանց կարծիքներն են բաշիհանը, բայց ես հիմնականում իմ նախասիրություն։ Ինչն է ձեր ընտանիքի ամենասիրելի ուտելիքը, որ բոլորը սիրում եք ու հաճախ պատրաստում եք, որն է դա։ Տերևով տոլման։ Բերեք ես ասենց խառը տվել եմ, ոչինչ կանաչի։ Իսկ Գորիսի լոբին ձեզ որտեղից Նարինե ջան։ Արել եմ հասնիճ։ Գորիսից հատուկ ձեր համար բերել։ Բերել եմ։ Ես տեղյակ չեմ, չգիտեմ, լոբին ինչ որ սեզոններ ունի։ Այդ լոբին ձմեռն է вообще ուտում աստղ։ Ահա։ Այսինքն աղցանը ձմեռային աղցան է։ Աղցան դարձին չէ կարող սեզոնային էլ ուտել։ Ուղղակի իսկական լոբիով ապրող։ Լոբին, սոխ, կանաչի ու համեմունքներ։ Ու վերջ, մեր աղցանը պատրաստ է։ Պատրաստ։ Եթե հաշվի առնենք, որ պատրաստել Տատիկների ենք սիրած աղցանը, խաստորեն։ Եթե հաշվի առնենք, որ պատրաստել ենք 15 րոպեում ավելուկ, 5 րոպեում լոբի, կարելի ասել 20 րոպեում մենք նորմալ սեղան դրեցինք այսպես, եւ հիմնականով, եւ աղցանով։ Տեմպերատուրը տարածվեց։ Հա, ես զգացի։ Օй, շատ է, թարմ կանաչի հոտի հետ ոչինչ չի կարա համեմատվի։ Իսկ սա ինչ է։ Կարող եք համեմունքային։ Աղա, հա, ոնց հասկացա, համեմված աղա։ Համեմված աղա։ Մի քիչ երևի։ Մի քիչ լավ է կողմը։ Պատրաստ է։ Երևի 5 րոպե էլ չպահանջվեց մեզնից այս բաղադրատոմսը պատրաստելու համար։ Մենք այսօր արագության համար էինք ոնց որ թե մրցում։ Հուսով եմ կհավանեք։ Ես ստանձնել։ Ես չչանշայինք էլի։ Շո։ Կողը։ Este paușă, mă ce bufetum. Ինձ կլսնե։ Մեծ սիրո։ Ուտենք։ Ես կարամ ուտեմ։ Ես արդեն կերել եմ։ Շատ ընտիր համեմված է։ Ինչ ճիշտ համադրություն է, չէ՞, լոբին ու խմելին ու սունելին իրար հետ։ Այս կանաչիները շատ համապատասխանում են։ Միքս համեմունքներ են ներսում։ Խմելի սունելի ու համեմված աղ Եվ կարմիր պղպեղ։ ու կարմիր պղպեղ, հա։ Իջելականա շատ համեղ։
Չնայած որ աղցանը ջուր ալանի։ դուք բոլորը տաղուտող եք, հա ոնց որ։ Չէ, ինձ համար իդեալական է։ Ինձ էլ էլի։ Ես մենակ ավելուկով ճաշ եմ կերել, սենց ավելի քրաչեմ։ Ուրեմն դու շատ կսիրես։ Հա։ Լավաշով, մեզ ձեր թխած լավաշը այսօր հիմա պետք կգար։ Լավաշով սենց կբռնեինք։ Վայ մամա ջան։ Հա, ճիշտ ասում։ Հա։ Փափուկա։ Ավելի շատ բան է։ Ինքը սենց ոնց որ լրիվ հալվի բերանումը չէ, սպասում է տեքստուրային։ Ինչ որ սոուսի հետ կմատուցե, ինչով կառաջարկեք մատուցել ընդհանրապես։ Вообще մածունով են ուտում։ Երևի մածունով։ Սխտոր մածունով Կամ ողջացնի սուպերմարկետում։ ու լավաշը ես Կվերացի համար։ Իսկ դուք անպայման պատրաստ եք եւ գրեք մեկնաբանություններում հավանեցիք թե ոչ։ Ինձ իրականում 3 ուտեստներն է շատ դուրս եկավ, բայց եթե ավելի անկեղծ լինեմ, Հարիսան ամեն ինչ արեց իր տեղը գցեց, որովհետև ես դեռ տենց Հարիսա համով չէի կերեմ։ Ճիշտ է, ավելիկով աղցանել շատ դուրս եկավ, բայց ավելի շատ ֆիքսվել եմ Հարիսայի վրա։ Իհարկե լոբով աղցանել է շատ համով, բայց ինձ մի քիչ պակասում էր այդ հյութալիությունը, ինքը ավելի մի քիչ չորոտ էր։ Իմ կարծիքով։ Ես իրականում շատ ուրախ եմ, անգամ ավելին կարող եմ ասել հպարտ է, որ մասնակցում եմ նմանատիպ պրոյեկտի մեջ, Տատիկի տուն պրոյեկտի մեջ, որովհետև ինքը շատ կարևոր միտք է պարունակում, հաղորդում մարդկանց, ամենակարևորը, որ հիմա մենք կենտրոնանանք ու հետ վերադարձնենք մեր հին հայկական բաղադրատոմսերը, հենց տատիկներից։ Շատ ուտեստներ այսօր փորձեցինք ու շատ դժվար է մեկը ընտրելը, կողմնորոշվելը։ Չնայած ինձ թվում է թոնիրի մեջ ինչն էլ պատրաստվում է համեղ է։ Շատ սիրեցի ավելուկը, լոբով աղցանը համով էր, ամառային թարմ համուն էր, բայց այդքան էլ իմ ճաշակով չէր։ Թոնիրում պատրաստված կարտոֆիլը, կարագով, այդ թոնիրում թարմ թխված հացով ուղղակի անմոռանալի տպավորություններ գործեց ինձ վրա, ես դա դեռ երկար հաստատ կհիշեմ։ Որ ուտեստը ամենաշատը հավանեցի այսօրվա փորձածներից, երևի ավելուկը կընտրեմ։ Իմ ձայնը գնում է ավելուկով ճաշի օգտին, ավելուկով տապակայի օգտին։ Այսօրվա ուտեստները մեկը մյուսից հետաքրքիր էին, բայց կառանձնացնեմ թոնիրի մեջ ակլորը, հենց Հարիսայի տեսքով շատ հավանեցի։ Իմ ֆավորիտներից է, ինչպես նաև թոնիրի մեջ կարտոֆիլը, իրոք տպավորվել էի, որ մի ամբողջական կարագ տատին բռնեց ու կարտոֆիլի վրա գցեց։ Կառանձնացնեմ այդ երկուսը։ Լոբին ինձ համար փոքր-ինչ քիչ էր եփած եւ մի քիչ պակասում էր բուսայուղը, իսկ ավելուկի մասով ես սիրում ավելուկը կոնկրետ ապուրի տեսքով, բայց շատ հետաքրքիր էր համեմված։ Դրա համար ինձ համար առաջին տեղում է Հարիսան, երկրորդ տեղում կլինի արդեն ավելուկը։ Մենք այսօր Կոտայքի մարզում ենք, հետևեք մեր YouTube-յան էջին, որպեսզի բաց չթողնեք հերթական հաղորդումները։ Սիրելիներս, մեր հաղորդման գործընկեր 301 Յանի կողմից ունեք անակնկալ նվերներ։ Հուսամ շատ կհավանեք։ Հենց մեր քրիստոնեական նշանակություն ունեցող Կարանք չէ բացել։ վերնաշապիկներն, շապիկներ են։ Իմը սպիտակա, որ հələ մի րոպե։ Վաու։ Շատ սիրում եմ։ God's creation, Աստծո ստեղծածը։ Ես սպիտակույնը շատ եմ սիրում, ես լրիվ իմ ճաշակով է։ Մերսի շատ Քրիստիան։ Ու շատ որակով է, զգացվում է։ Ամենաբարձր որակն է։ Բամբակի։ Ընտիր։ Տեսնեք սա մեր եթերը։ Այո։
Շատ լավն է, ապրեք շատ։ Ապրեք շատ։ Դուք էլ ապրեք, որ ընդունեցիք մեր առաջարկը ու մասնակցեցիք մեր շատ սիրուն նախագծին։ Մերսի որ հրավիրեցիք։ Էլի կհրավիրեք։ Անպայման դեռ չի վերջացել։ Դեռ ամեն ինչ առջևում է։ Անպայման շարունակելու ենք։